Ողջույն բարեկամներ, ձեզ հետ My Culinary Versions խոհարարական ալիքն է կրկին եւ այսօր մենք պատրաստելու ենք նրբաբլիթներ տավարի մսով եւ սնկով, ոչ թե համեղ, այլ շատ համեղ եւ շատ գեղեցիկ նրբաբլիթներ։ Ինչ է մեզ հարկավոր բաղադրիչները՝ 4 հատ ձու, 1 թեյի գդալ աղ, 2 ճաշի գդալ շաքարավազ, 1 լիտր կաթ, 300 մլ ջուր, 400 գրամ ալյուր, 4 ճաշի գդալ բուսայուղ։ Սա թույլ խմորի համար, հիմա միջուկի համար 1 կիլոգրամ տավարի միս, կարելի է վերցնել նաև հավի միս, քանի որ համադրելու ենք սնկի հետ, հավի միսը եւ սունկը շատ լավ համադրվում են, շատ համեղ է ստացվում։ Այնուհետև 1 միջին սոխ, կես կիլոգրամ սունկ, շամպինյոն եմ վերցրել, կես թեյի գդալ սև պղպեղ, կես թեյի գդալ կարմիր պղպեղ, առանց բլրակի, աղ ըստ ճաշակի եւ 2-ից 4 շերեփ ջուր, եթե տավարի միս ենք վերցնում, իսկ եթե հավի միս, հավի արգանակ, քանի որ եփելու ենք, այնուհետև կամ աղանք կամ կտրատենք հավի միսը, ըստ ձեր հայեցողության, որը կցանկանաք, եւ վերցնելու ենք նաեւ բուսայուղ տապակելու համար։ Հիմա պատրաստման եղանակը։ Ես ներկայացնում եմ հիմա տավարի մսով եղանակը։ Նախորդ պատրաստում ենք բոլոր բաղադրիչները։ Միսը աղում ենք սոխի հետ միասին, դնում ենք մի կողմ, սունկը կտրատում ենք, տապակի մեջ ձեթ ենք լցնում, տաքացնում ենք տապակը եւ կտրատած սունկը լցնում ենք տապակի մեջ, որպեսզի տապակվի։ Ընթացքում խառնում ենք, նախորդ ասեմ, որ սունկը չեմ լվացել, ուղղակի անձեռոցիկով մաքրել եմ, հետո տապակում եմ, որպեսզի ջուր չհավաքի իր մեջ։ Այնուհետև ավելացրել եմ քերած մանր կտրատած սխտոր, բայց ոչ սոխ, որպեսզի սոխի համը չեզոքացնի սնկի համը։ Սոխը կավելացնենք վերջում, բայց սոխի հետ մենք մսի հետ աղացել ենք նաև սոխ, պետք է սա հիշել։ Սունկը տապակելուց հետո վրան ավելացնում ենք աղացած տավարի միսը, անդադ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չառաջանան, ընթացքում ավելացնում ենք քիչ ջուր, խառնում ենք այնքան, մինչև աղացած միսը բացվի, գնդիկներ չլինեն։ Ավելացնում ենք մանր կտրատած քիչ սոխ, թողնում ենք քիչ եփի մարմանդ կրակով, այնուհետև ծածկում ենք կափարիչով եւ թողնում ենք մի քանի րոպե եփվի։ Համեմում ենք աղով, սև կարմիր պղպեղներով եւ վերցնում ենք գազօջախից, դնում ենք մի կողմ, մեր աղացած միսը արդեն պատրաստ է։ Անցնում ենք նրբաբլիթների պատրաստմանը։ Թացի մեջ ջարդում ենք ձուն, ավելացնում ենք աղ, շաքարավազ, խառնում ենք։ Այս գործողությունը կարելի է կատարել նաև միքսերով։ Այնուհետև ավելացնում ենք մաղած ալյուրը, ջուրը, ձեթը, շարունակում ենք խառնել։ Քիչ-քիչ ավելացնում ենք կաթը, շարունակում ենք խառնել։ Այս տարբերակով գնդիկներ չեն առաջանում։ Կրկին հիշեցնեմ, որ գործողությունը կարող եք կատարել նաև միքսերով։ Հիշեցման կարգով ասեմ, որ նրբաբլիթ պատրաստելիս միշտ պետք է լցնել նախ ալյուրը, ապա կաթը։ Եթե հակառակ գործողությունը կատարեք, խմորը չի ստացվի։ Տապակի հատակին ձեթ քսելու կարիք չի լինելու, քանի որ թույլ խմորն արդեն իր մեջ ձեթ է պարունակում, բայց եթե ցանկանում եք առաջին անգամ ապահովության համար կարող եք քսել։ Տապակը լավ տաքացնում ենք, շերեփով ձեթը լցնում ենք տապակի մեջ, արագ տարուբերում ենք, որպեսզի տարածվի։ Հենց եզրերից սկսում է կարմրել, շրջում ենք հակառակ երեսը եւ այսպես մինչեւ ամբողջ թույլ խմորը վերջանա։ Նրբաբլիթները լցոնում ենք աղացած մսով, նրբաբլիթի տեսք ենք տալիս եւ տապակում շատ քիչ ձեթով։ Այսօրվա համար այսքանը բարեկամներ, կհանդիպենք, ցտեսություն։